Ողջունում եմ բոլորին։ Այսօրվա սեմինարի թեման մեր հեծահաշվապահային անպային տարբերակի նոր հնարավորությունների եւ կարևոր փոփոխությունների մասին է։ Սեմինարը վարելու եմ ես, իմ անունը Օքսեն է, ես հայկական ծրագրերում աշխատում եմ շուրջ 15 տարուց ավել փոքր եւ միջին կազմակերպությունների սպասարկման բաժնում։ Քանի որ նոր հնարավորությունները եւ փոփոխությունները շատ են, այս սեմինարը ընդհանրական բնույթի կլինի, կծանոթացնենք նոր հնարավորություններին եւ կարեւոր փոփոխություններին։ Նոր հնարավորությունների վերաբերյալ կան նաեւ YouTube-ում ձայնագրված հոլովակներ, ընթացքում եթե YouTube-ի նշանը տեսնեք, կարող եք նաեւ սկանավորել եւ փոփոխության մասին ավելի մանրամասն տեղեկանալ։ Առաջին մասում կխոսենք անպային տեխնոլոգիաների վերաբերյալ, երկրորդ մասում կքննարկենք ենթահամակարգերում տեղի ունեցած կարևոր գլխավոր փոփոխություններին, երրորդ հատվածում աշխատանքային միջավայրի եւ ադմինիստրատորի գործիքներում փոփոխությունների վերաբերյալ կխոսենք եւ արդեն վերջում իհարկե կունենանք հնարավորություն հարցեր հղելու եւ ստանալ դրանց պատասխանները։ Ուրեմն սկսենք առաջին մասից, կխոսենք, ինչպես նշեցի, անպային տեխնոլոգիաների վերաբերյալ, մոբայլ հավելվածի մասին եւ համակցումներից։ Շուրջ 6 տարի արդեն անցել է մեր հեծահաշվապահ անպային տարբերակի գործարկումից եւ այս 6 տարիների ընթացքում համակարգը դարձել է հուսալի եւ ապահով գործիք մեր հաշվապահների համար, իրենց փոքր եւ միջին կազմակերպությունների հաշվապահությունը վարելու համար։ Դա վկայում է այն կազմակերպությունների ցանկը եւ օգտագործողների լայն շրջանակը, ովքեր արդեն օգտվում են այդ առավելություններից։ Հաշվապահ 9-ում ի տարբերություն հաշվապահ 7-ի 9-ի ճարտարապետությունը լրացուցիչ անվտանգության մեխանիզմներ է մեզ տալիս, նշենք դրանցից օրինակ հիմնականը, երբ օրինակ նախկինում եթե մեկնում էիք երկրից դուրս, ապա արտերկրում խնդիրներ էիք ունենում միացումների հետ կապված եւ անհրաժեշտություն էր լինում մեզ դիմել IP-ների բացման մասով, այժմ հաշվապահ 9-ում այդ սահմանափակումները վերացված են եւ դուք հանգիստ ցանկացած տեղից կարողանաք օգտվել։ Մենք ունենք սերվերների մեծ ցանց եւ որոնք տեղակայված են Vivasel-ի եւ Ovio-ի դատակենտրոններում, հետագայում միգուցե այս շրջանակը լայնանա եւ այլ դատակենտրոնների հետ նույնպես ունենանք համագործակցություն։ Իրականում մենք ստեղծել ենք անպային մեծ տնտեսություն, որտեղ շուրջօրյա մոնիթորինգ եւ ադմինիստրավորում է իրականացվում եւ սա ունի իրականում մեկ նպատակ՝ մեր հաճախորդներին տրամադրել անխափան եւ կայուն անվտանգ հասանելիություն իրենց տվյալներին։ Շարունակելով անվտանգության թեման, ուզում եմ նշել, որ հայկական ծրագրերը շատ լուրջ է մոտենում իր հաճախորդների տվյալների անվտանգությանը եւ ISO սերտիֆիկացումը հենց դրա վկայությունն է։ Մենք շուրջ 6 ամիս է պատրաստվում ենք այս սերտիֆիկացմանը եւ օգոստոսին նախատեսվում է, որպեսզի արդեն կունենանք սերտիֆիկացումը, որը թույլ է տալիս անվտանգ միջավայր ստեղծել մեր հաճախորդների համար։ Այս սերտիֆիկացումը ինքը ենթադրում է անընդհատ process եւ պարբերաբար արտաքին աուդիտի է ենթարկվում։ Հաշվապահ 9-ի նոր լուծումները, հնարավորությունները, օպտիմալացումները հնարավորություն են տալիս, որպեսզի ավելի արագ գործի համակարգը, տվյալները փոխանակվում են ինտերնետի միջոցով շատ փոքր չափով, որը հնարավորություն է տալիս, որ տեղեկատուները եւ փաստաթղթերը օրինակ արագ բացեն, հաշվետվությունները ավելի արագ ձևավորեն, ինչպես նաեւ հարմարավետ աշխատանք դարձել է 3G կապի դեպքում, որը հաշվապահ 7-ի դեպքում գրեթե անհնար էր եւ խնդիրներ էր առաջացնում։ Մոբայլ հավելվածից խոսենք,
Ուրեմն մոբայլ հավելվածը բավական տարածված է արդեն եւ հաշվապահների համար անբաժանելի գործիք է դարձել։ Շատ ժամանակ հաշվապահներին, ովքեր լինում են գրասենյակից դուրս գործուղման մեջ կամ հանդիպումներում, հաճախ հասանելիություններ անհրաժեշտ լինում իրենց տվյալներին։ Այժմ մոբայլ հավելվածի միջոցով իրենք կարողանան ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ դիտել իրենց տվյալները, հաշվետվությունները նայեն, հասանելիություն ունեն սինթետիկ եւ անալիտիկ տվյալները դիտելու։ Մոբայլ հավելվածով կարող են նաև միացում ունենալ e-invoicing համակարգին, դիտել մուտքի եւ ելքի փաստաթղթեր, ինչպես նաև հաստատել փաստաթղթերը։ Իհարկե հավելվածը զարգացում է ունենալու, մենք նախատեսում ենք փաստաթղթերի գրանցումը ավելացնել համակարգում մոբայլ հավելվածի միջոցով, ինչպես նաև համակցել ինտերնետ բանկինգի հետ, որի միջոցով կկարողանաք օրինակ վճարման հանձնարարակները արտանեք, ստորագրեք։ Հաջորդ փոփոխությունը ուղիղ համակցումն է ՀԾ առևտուր 9-ի հետ, որը էլի շատ սպասված փոփոխությունն է։ Այժմ տվյալները շատ ավելի հարմար եւ արագ ձևով են առևտուր 9-ից ներմուծվում ՀԾ հաշվապահ 9 համակարգ, հենց անմիջապես ՀԾ հաշվապահ 9 համակարգի ներսից առանց որևէ XML ֆայլերի փոխանակմամբ, որը թույլ է տալիս ավելի արագ կատարել գործողությունները, ինչպես նաև քիչ սխալներ ունենալ։ Սա շատ կարևոր է նաև հաշվապահական գրասենյակների համար, որոնք կարող են իրենց հաշվապահական համակարգում միանգամից մտնել իրենց հաճախորդի տվյալները տեսնել առևտրից, ընտրեն այն տվյալները, որը իրենց անհրաժեշտ է եւ ներմուծեն ՀԾ հաշվապահ համակարգ։ Գրեթե բոլոր առևտրային պահեստային փաստաթղթերը եւ տեղեկատուները ներմուծվում են, այս մասով որևէ խոչընդոտ չունենք, սլայդում ներկայացված են տեղեկատուները եւ փաստաթղթերը, որոնց ներմուծումը հնարավոր է այսօր։ Եթե շարունակենք համակցման հնարավորությունները, նախորդ սլայդերում ներկայացված էր մեր համակարգերի մեջ ինտեգրումը, այստեղ փորձել ենք ներկայացնել, որ մենք ունենք նաև երկկողմանի համակցման հնարավորություն այլ համակարգերի հետ, ինչպես գիտենք, կազմակերպության հաշվապահությունը եւ հարկային համակարգը ինքը հենց կենտրոնական ֆինանսական օղակն է հանդիսանում եւ շատ հաճախ անհրաժեշտ է եւ պահանջված է, որպեսզի այն կապվի այլ համակարգերի հետ, օրինակ, չգիտեմ, on-line խանութների CRM համակարգերի, բիզնես այլ լուծումների հետ, որը հնարավորություն է տալիս երկկողմանի տվյալների փոխանակում իրականացնել։ Դա իրականացվում է API-ների միջոցով, եթե կարճ ուղղակի նկարագրենք, սա միջոց է, միջավայր է, որը կարողանում է տվյալները շատ արագ արդյունավետ կերպով փոխանցել համակարգերի միջև։ Ծրագրային ապահովմամբ զբաղվող մասնագետներին, ընկերություններին մենք հրավիրում ենք համագործակցության, որը իրենց թույլ կտա արդյունավետ կերպով այս համակցումը իրականացնել այլ համակարգերի հետ։ API-ին միանալու համար ունենք YouTube-ում հոլովակ, աջ մասում տեսնում եք QR-ը, կարող եք նաև սկանավորել եւ դիտել հոլովակը։ Շատ լավ, անցնենք հաջորդ կտոր փոփոխությանը, որը վերաբերվում է հենց ենթահամակարգերին բուն։ Այստեղ կխոսենք ինտերնետ բանկի նոր հնարավորությունների մասին, աշխատավարձի թեմայով, invoicing-ի եւ պահեստում կատարված փոփոխությունների մասին։ Շատ լավ։ Այստեղ ունենք ինտերնետ բանկի ուղիղ համակցում մեր նոր գործընկերոջ հետ, Հայ-Էկոնոմ բանկի հետ, ընդ որում համակցումը ուղիղ է եւ հնարավորություն ունենք Հայ-Էկոնոմ բանկից հաշիվների քաղվածքը ներմուծել, մնացորդը դիտել, ինչպես նաեւ փոխանցումները եւ վճարումները իրականացնել։ Սրանք այն հիմնական գործիքներն են, որոնք այս պահին աշխատում են ուղիղ համակցմամբ, հետագայում նաեւ այս հնարավորությունները ընդլայնվելու են։ Նշեմ, որ Հայկական ծրագրեր ընկերությունը ընդհանուր միասնական հարթակ է պատրաստել, որը հնարավորություն է տալիս Հայաստանի մյուս բանկերին, ցանկացած կամ բոլոր բանկերը կարողանան արդյունավետ կերպով ուղիղ համակցել։
Այս պահին մի քանի այլ բանկերի հետ էլ է բանակցություններ գնում, երբ որ նորություններ ունենանք ուղիղ համակցման հետ կապված, կտեղեկացնենք ձեզ։ Մյուս փոփոխությունը աշխատավարձ եւ կադրերին է վերաբերում եւ հաշվապահ 9-ում այս կտորը ամենածավալուն փոփոխությունների փաթեթն է։ Այստեղ հակիրճ ընդհանրական կներկայացնենք փոփոխությունները, հետագայում կունենանք առանձին հոլովակներ դրանց հետ կապված։ Առաջին հերթին նշենք, որ մեր B2B ARPSoft հարթակում ավելացել է 6-օրյա աշխատանքային օրացույց, որը հնարավորություն է տալիս մեր հաշվապահներին գրաֆիկներում ինչպես 5-օրյայի դեպքում էին լրացնում, այնպես էլ 6-օրյա գրաֆիկներ ունենալ տվյալները բեռնելով B2B ARPSoft հարթակից։ Աշխատանքային գրաֆիկներում ունենք փոփոխություն, ավելի ճկուն է դարձել եւ այս ճկուն կարգավորման միջոցով համապատասխանեցվել է կազմակերպության պահանջներին։ Օրինակ ավելացել ենք շաբաթական գրաֆիկներ, որը հնարավորություն է տալիս ըստ շաբաթվա օրերի սահմանել ժամերը։ Օրինակ երկուշաբթիից ուրբաթ աշխատում է 7 ժամ, շաբաթ օրերը կազմակերպությունը աշխատում է 5 ժամ։ Եվ նաեւ այդ գրաֆիկները հնարավորություն ունեք տեսնելու։ Գրաֆիկների հաջորդ փոփոխությունը հերթափոխային գրաֆիկներին է վերաբերում։ Սա էլ մի օրինակ ասեմ, օրինակ աշխատում են կազմակերպությունը հերթափոխով 2 օր 14 ժամ է աշխատում, 4 օր հանգիստ։ Ենթադրվում է, որ այսպիսի գրաֆիկ նաև 2 հատել ունենք, որոնք աշխատում են 3-4 օրերին, մյուսն էլ 5-6 օրերին, եւ կարող եք շատ մանրամասն նկարագրել եւ ունենալ ավտոմատացված գրաֆիկներ։ Մյուս փոփոխությունը կարևոր, դա հավելումների եւ պահումների խմբային հաստատման փաստաթղթի մշակումն է։ Այժմ մեկ միասնական պատուհանում կկարողանաք գրանցել աշխատակիցների բոլոր հավելումները եւ պահումները, որոնք նշանակված են։ Սա հնարավորություն է տալիս քիչ գործողությունով կատարել աշխատանքը եւ քիչ սխալներ իրականացնել։ Նախկինում, եթե հաշվապահը տվյալ աշխատակցին մի քանի հավելում ուներ նկարագրելու եւ մի քանի պահում, ստիպված էր ամեն անգամ այդ հավելումները հաստատել։ Այժմ ունենում ենք ընդամենը մեկ պատուհան, լրացվում են աշխատակիցները, օրինակ դուք տեսնում եք, որ ըստ աշխատակիցների խմբավորված է եւ ամեն աշխատակցի տակ կա թե ինչ հավելում եւ պահում է հաստատված։ Հա, օրինակ տվյալ աշխատակիցը ունի 001 հավելումը եւ 003 պահումը։ Եվ բոլորի համար քանի հատ հավելում, քանի հատ պահում ունենան աշխատակիցները, դրանք ավտոմատ ստեղ կլրացվեն, գրանցելուց անմիջապես կձևավորվեն համապատասխան փաստաթղթերը։ Որպեսզի մեկ պատուհանից աշխատեք, այստեղ ենք ավելացրել նաև աշխատավարձի ձևակերպման հնարավորությունը, վճարում ստեղծելու հնարավորությունը, ինչպես նաև հաշվարկային թերթիկները դիտելու հնարավորությունը։ Անցնենք մյուս փոփոխությանը։ Այս փոփոխությունն էլ է շատ պահանջված եւ կարեւոր, որը կախված է արձակուրդային հաշվարկի հետ։ Այժմ մեկ գործողությամբ հնարավոր է խմբային արձակուրդային հաշվարկ իրականացնել եւ բոլոր գրանցումները խմբային գրանցվելուց հետո բոլոր աշխատակիցների համար ստեղծվում են առանձին արձակուրդային հաշվարկ փաստաթղթեր համապատասխան կարգավորումներով յուրաքանչյուրի համար։ Օրինակ հաշվի առնելով ամեն աշխատակցի միջին աշխատավարձը։ Այս հնարավորությունը հատկապես օգտակար է հանրային հատվածի կազմակերպությունների համար, դպրոցների, քոլեջների, ուսումնական հաստատությունների, որոնք հիմնականում աշխատակիցների մեծ մասը գնում են կոնկրետ ժամանակահատվածում, օրինակ օգոստոս ամսին, եւ բոլորի համար անհրաժեշտ է նույն ժամանակահատվածի համար հաշվարկել արձակուրդային։ Եթե նախորդ տարբերակում հատ-հատ էր կատարվում, ապա հիմա մեկ գործողությամբ բոլորի համար գրանցվում է արձակուրդայինի հաշվարկը։ Ահա, անցնենք բացակայությունների հաշվառմանը, ուրեմն այստեղ էլ լուրջ փոփոխություններ են իրականացվել եւ այս փոփոխությունները հիմնականում խորքային բնույթ են կրում։ Հիմնականում կխոսենք 3 փոփոխությունների մասին։ Առաջինը, աշխատավարձի հաշվարկ իրականացնելիս այժմ օրերը նվազեցվում են բացակայություններից ելնելով։
Այսինքն, եթե տվյալ ամսվա մեջ աշխատակիցը ունի արձակուրդայինի հաշվարկ, նպաստի հաշվարկ կամ բացակայություններ, ապա օրերը ավտոմատ նվազեցվելու են եւ մնալու է այն օրերի քանակը, որը աշխատողը աշխատել է։ Նաև մեկնաբանություն դաշտում է գրվելու դրա վերաբերյալ տեղեկություն, որպեսզի հաշվապահը ուշադիր լինի եւ տեսնի, որ այստեղ հատուկ օրերը նվազեցվել են։ Բացակայության մյուս փոփոխությունը կապված է հաշվետվության գեներացման հետ։ Ունենք նոր հաշվետվություն, գրանցված բացակայություններ, որտեղ արտացոլվում են կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ բոլոր բացակայությունները եւ հաշվապահը կկարողանա մեկ միասնական հաշվետվությունում տեսնի ամբողջ պատկերը։ Շատ լավ, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում ինչպիսի փոփոխություններ ունենք, խնդիր էր առաջանում, եթե տարբեր գրաֆիկներով աշխատող աշխատակիցներ ունեինք, ինչպես այդ բոլորին տեղավորել մեկ աշխատաժամանակի տեղեկագրում եւ փոփոխությունների արդյունքում այժմ տեղեկագրում ունենք, օրինակ տեսնում եք, եւ 5 օրյայով աշխատող աշխատակիցներ եւ 6 օրյայով աշխատող աշխատակիցներ, ինչպես նաեւ բացակայությունները ավտոմատ տառերի միջոցով նկատում եք, նկարագրված են եւ ունենք մեկ միասնական աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր։ Հաջորդ փոփոխությունը նվիրված է invoicing համակարգին, մենք անընդհատ փոփոխություններ ենք իրականացնում ուղիղ համակցման հետ կապված։ Այժմ համակարգում ունենք չեղարկված հաշիվների մատյան, on-line մատյանը, որը հնարավորություն է տալիս հաշվապահին տեսնել խնդրահարույց փաստաթղթերը եւ ունենալ ամբողջական պատկեր մեկ միջավայրում։ Շատ կարևոր փոփոխություններից կարծում եմ մեր հաշվապահները այս մասով շատ կուրախանան։ Այժմ օգտագործողի գաղտնաբառը պահպանվում է համակարգում։ Նախկինում եթե ամեն միացման ժամանակ դուք պետք է օգտագործող գաղտնաբառ գրեիք կամ որևէ այլ տեղից պատճենեիք տեղադրեիք, այժմ հիշել օգտագործողին միացնելուց արդեն տվյալները անվտանգ կերպով պահպանվում են համակարգում եւ կարողանաք աշխատանքը շարունակել առանց լրացուցիչ աշխատանք իրականացնելու այս մասով։ Մյուս փոփոխությունը հաշիվ ապրանքագիր պատուհանին է վերաբերվում, որտեղ ավելացել են invoicing-ի արտանման հնարավորությունը։ Այսպիսի հնարավորություն ունենք, եթե հիշում եք վճարման հանձնարարագրերում, որ միանգամից վճարումը իրականացնելուց ուղարկում եք բանկ եւ շատ դրական արձագանքներ ունեցանք այս մասով եւ որոշեցինք նաեւ հաշիվ ապրանքագրում ավելացնենք այդ հնարավորությունը, երբ հաշիվը լրացվում է, կարող է միանգամից ներսից արտահանել invoicing համակարգ։ Իհարկե նախկին աշխատանքը մատյաններից արտահանումը պահպանված է, քանի որ օրինակ խմբային աշխատանքի դեպքում շատ հարմար է մատյաններից նշել փաստաթղթերը եւ արտահանել invoicing համակարգ։ Անցնենք պահեստում իրականացվող փոփոխություններին։ Փոփոխություն ունենք նյութական արժեքների, փաստաթղթերի սևագրման մեխանիզմի հետ կապված, ավելացել է նոր գործողություն նյութական արժեքների, փաստաթղթերի արագ սևագրում։ Նախկինում, եթե հետին ամսաթվով ինչ-որ խնդիրներ էր իրականացվում, կազմակերպությունը ստիպված էր լինում սևագրեր փաստաթղթերը եւ երկար ժամանակ էր իրենից պահանջվում։ Այժմ այս սևագրման համար գործիք է մշակվել, որը հնարավորություն է տալիս նշված ամսաթվից հետո բոլորը սևագրել, պահպանելով ինչ-որ պարամետրեր։ Դա աննախ արագ է իրականացվում, հետո սխալները կարգավորելուց հետո կարողանում եք խմբային գրանցել։ Ուրեմն մյուս փոփոխությունը ավելացվել է կոմպլեկտավորման ամփոփ հաշվետվություն։ Հաշվետվության մեջ արտացոլվում է կոմպլեկտները եւ կոմպլեկտների մեջ օգտագործված բաղադրամասերը քանակագումարային տեսքով։ Սա հնարավորություն է տալիս, որ մեկ միջավայրում ժամանակաշրջանի կատարվածքով տեսնենք ինքնարժեքի կառուցվածքը։ Այստեղ, ինչպես նշեցի, ոչ միայն կոմպլեկտն է, այլ նաև բաղադրամասերն են եւ նյութական արժեքները եւ ծառայությունները։ Նախկինում օրինակ ծառայությունների մասով դժվար էր տեղեկություն գտնել, այժմ հաշվետվության միջոցով կարողանաք ամբողջ տեղեկությունը ինքնարժեքի կառուցվածքի միջոցով տեսնել։
Մյուս խումբ փոփոխությունը վերաբերվում է աշխատանքային միջավայրին եւ ադմինիստրատորի գործիքներին։ Այժմ հնարավորություն ունենք փաստաթղթերի մատյաններից նշված փաստաթղթերի խմբային խմբագրում իրականացնել։ Սա շատ նման է տեղեկատուների խմբային խմբագրմանը, երբ ինչ-որ բան ենք ուզում փոխել, նշում ենք, փոփոխում ենք, այժմ փաստաթղթերի մասով կարող ենք փոփոխությունը իրականացնել։ Օրինակ, հաշիվ ապրանքագրում ենթադրենք անհրաժեշտ է փոփոխել գնորդի հաշիվը, դուք կարող եք նշել փաստաթղթերը, համապատասխան հրամանը ընտրելով, խմբագրել նշվածները, պատուհանում նշել փոփոխությունը եւ կատարել տալուց ավտոմատ բոլոր հաշիվներում անհրաժեշտ փոփոխությունները կկատարվեն։ Մյուս փոփոխությունները հաշվետվությունների եւ տեղեկատուների ֆոնային ձևավորում։ Սա էլ շատ հարմար փոփոխություն է աշխատանքի տեսանկյունից։ Նախկինում, եթե հաշվետվությունները, տեղեկատուները դուք բեռնում էիք եւ մանավանդ երբ որ շատ էր լինում տեղեկատուները, ահագին ժամանակ պետքա սպասեիք մինչեւ հաշվետվությունը բեռնվեր, հետո նոր սկսեիք աշխատանքը, քանի որ քարանում էր համակարգը։ Այժմ անհրաժեշտ չի սպասել հաշվետվության բեռնմանը։ Դուք կարող եք ծրագրում շարունակել այլ գործողություններ անել, մինչև հաշվետվությունը կամ տեղեկատուն կբեռնվի։ Այս նշանը, որ նկարագրված է, հենց ցույց է տալիս, որ հաշվետվությունը բեռնման ընթացքում է եւ բեռնելուց հետո կարողանաք արդեն մտնել եւ հաշվետվությունը նայել։ Մյուս փոփոխությունը ավելացել է նոր տեղեկատու տիպային հաշիվների ձևանմուշներ։ Այս տեղեկատուում հնարավորություն ունեք նկարագրեք ձևանմուշներ, շաբլոններ, նկարագրեք հաշիվներ, որը կարողանաք կիրառել փաստաթղթերի մեջ։ Այս փոփոխությունը շատ կարևոր է մեր հանրային հատվածի կազմակերպությունների համար, որտեղ հիմնականում հաշվային պլանի հաշիվները տրված են ըստ ուղղությունների, ըստ հոդվածների եւ իրենց համար նկարագրված է արդեն այս տիպային հաշիվները, ձևանմուշները եւ կարող է հաշվապահը ընդհանրապես փաստաթղթում, օրինակ ստացված ծառայության օրինակով վերենք, տիպային հաշիվներ դաշտը լրացնելով, օրինակ կոմունալ ծառայություններ, ավտոմատ համակարգը կլրացնի անհրաժեշտ հաշիվները եւ հաշվապահ այս մասով երկար կարող է չմտածել, ծրագիրը կառաջարկի անհրաժեշտ հաշիվները, որը կօգտագործվի ձևակերպումներում։ Մյուս փոփոխությունը մի քանի տեղեկատուում ավելացվել է փակված հայտանիշը։ Այս հայտանիշը նախատեսված է, որպեսզի այն տողերը, որոնք այլևս չեն օգտագործվում կազմակերպության կողմից, ոչ վաճառքի ժամանակ, ոչ մուտքի ժամանակ, դրանք թաքցվում են եւ ընտրման ցուցակներում չեն խանգարում աշխատանքին։ Նշենք, որ տողերը չեն հեռանում համակարգից եւ հաշվետվությունների մեջ էլ ցուցադրվում են։ Օրինակ տեղեկատուում առանձին սյուն ունենք փակված հայտանիշով եւ ինչպես տեսնում եք մոխրագույն գույնով ավելի բաց նկարագրված, որտեղից կարող եք ֆիլտրել եւ տեսնել որոնք են փակված, որոնք են գործող տեղեկատուները։ Սա ընտրման ցուցակներում սլայդն է, որտեղ ներկայացված է, թե ինչպես եք փաստաթղթերում, օրինակ հաշիվ ապրանքագրում կամ պայստի մուտքի օրդերում իրականացնում նյութական արժեքների ընտրությունը։ Ի սկզբանե ցանկը գալիս է փակված վիճակում, փակվածները իրենք ապակտիվացված է, բայց կարող եք դուք հենց այդտեղ անջատել, ապակտիվացնել եւ տեսնել ամբողջ ցուցակը։ Մյուս փոփոխությունը տեղեկատուներում ավելացել է լրացուցիչ դաշտերի նկարագրման հնարավորություն։ Սա էլ շատ կարևոր եւ պրակտիկ փոփոխությունների շարքին է դասվում, քանի որ շատ ժամանակ անհրաժեշտություն էր լինում նոր լրացուցիչ դաշտեր նկարագրել եւ խնդիր ենք ունենում այդ մասով, այժմ հաշվապահինում այս խնդիրը լուծված է եւ օրինակ նյութական արժեքների տեղեկատում ավելացել ենք մի քանի դաշտ, չափ, գույն, մատակարար ենք ավելացրել, որը կցված է գործընկերներին եւ հայտանիշ ենք նկարագրել։ Այս բոլոր դաշտերը օգտագործողը ինքնուրույն նկարագրում է եւ հետագայում կառավարում է։
Դաշտերը իհարկե ցուցադրվելու են նաև հաշվետվություններում։ Մեր նկարագրված դաշտերը տեղեկանք նյութական արժեքների առկայության մասին հաշվետվությունը կանչելիս սյուներ էջում կտեսնենք ամենաներքևում ավելացվել են։ Կարող ենք իրենց ավելացնել ցուցադրվող մասում եւ բեռնել հաշվետվությունը։ Հաշվետվության մեջ կցուցադրվեն տեղեկատվում ավելացված դաշտերը։ Անցնենք մյուս փոփոխությանը, կապակցված փաստաթղթերի մատյանին։ Այժմ բոլոր փաստաթղթերը, որոնք իրար հետ կապակցված են, մեկ միջավայրում կարող եք տեսնել։ Այս հնարավորությունը վաղուց առկա էր մեր ծառայευτուր համակարգում եւ օգնում էր օգտագործողներին, որպեսզի արագ գտնեն իրար հետ կապված փաստաթղթերը, փոփոխություններ կատարեն, ուղղումներ իրականացնեն, սա զգալի կրճատում է ժամանակը։ Մյուս փոփոխությունը, որը կրկին կարևոր փոփոխություն է, տվյալներում ավելացել են հաշվարկվող սյուներ հնարավորությունը, որը հնարավորություն է տալիս հաշվետվություններում բանաձևերի միջոցով նոր սյուներ ավելացնել։ Սա փոխարինում է նաև Excel-ին, օրինակ առաջ, եթե որոշակի սյուներ ուզում եք իրարից գումարել, հանել, որոշակի տեղեկություն ստանալ, պետք է արտանեք հաշվետվություն Excel եւ բանաձևերի միջոցով իրականացնել փոփոխությունը։ Այժմ կարող ենք նկարագրել ուղղակի նոր սյուներ եւ այդ սյուները կպահպանվեն համակարգում եւ հետագայում վերահաշվարկներ իրականացնելուց ավտոմատ կթարմացվի տվյալները։ Մի հատ օրինակ կառուցենք, որպեսզի ավելի պարզ դառնա։ Ենթադրենք նյութական արժեքների տեղեկություն առկայության մասին հաշվետվությունում ուզում ենք նոր սյուներ ավելացնենք։ Այստեղ ունենք ինքնարժեքի վերաբերյալ տեղեկություն եւ վաճառքի գումարի վերաբերյալ տեղեկություն։ Մեզ անհրաժեշտ է ենթադրենք ստանալ շահույթը եւ շահութաբերության տոկոսը։ Այստեղ ունենք բանաձևը հետեւյալն է՝ մանրածախ գումար դրամով, որը ներառում է վաճառքի ԱՀ-ն, հանելու ենք ինքնարժեքի գումարի եւ գումար ԱՀ-ի հանրագումարը եւ կստանանք մեր շահույթը։ Բանաձևերը շատ նկարագրելու շատ պարզ է, ընտրում ենք համապատասխան սյունը, բանաձևի միջոցով ավելացնում ենք մեզ անհրաժեշտ բանաձևը եւ ստանում ենք արդյունքը։ Արդեն հաշվետվության մեջ ավելանելու է երկու նոր սյուն, որտեղ կցուցադրվի շահույթը եւ շահույթի տոկոսը, շահութաբերությունը մեր։ Ինչ ինտերֆեյսային լավացումներ ունենք, դրանք մի քանիսն են, փոքր փոփոխություն են, բայց ավելի հարմար են։ Այժմ Windows 11-ի գունային թեմաներն են արկա համակարգում եւ բաց եւ մուգը եւ կարող եք օգտվել։ Այս թեմաները հնարավորություն են տալիս ունենալ ավելի կլոր եզրեր եւ սահուն գծեր եւ տեղեկությունը ավելի ընկալելի եւ հասանելի է, ավելի հարմար է։ Մյուս ինտերֆեյսային փոփոխությունը դա տեղեկատվի բացումն է անմիջապես կոդի հղմամբ։ Սա նշանակում է, որ եթե օրինակ գտնվում եք հաշվետվությունում գործընկերների մնացորդ, նյութական արժեքների առկայության մասին հաշվետվություն կամ աշխատակիցներում եւ անհրաժեշտություն էր առաջանում նյութական արժեքը բացել կամ գործընկերը խմբագրել, պետք է գնայինք տեղեկատվներից կանչեինք, փնտրեինք, կանչեինք։ Այժմ հենց հաշվետվության միջից համապատասխան տեղեկատուի կոդը դարձել է հղմամբ։ Սեղմում եք հղման վրա, ավտոմատ բացվում է տեղեկատուն եւ կարողանում եք լրացուցիչ տեղեկություններ կարդալ կամ փոփոխություններ իրականացնել։ Ունենք փոփոխություն նաեւ ուղղորդում զարգացման հետ զուգընթաց ուղղորդիչը ծանրաբեռնվում է եւ լրացուցիչ հրամաններ են ակտիվանում։ Շատ ժամանակ դուք էլ աշխատանքի ընթացքում համոզված եմ դժվարանում եք որևէ հրաման գտնել, որովհետեւ շատ է ու տարբեր տեղերում։ Ավելացել ենք փնտրման մեխանիզմ, որտեղ գրելով ընդամենը բառը ինքը բոլոր ենթահամակարգերից կգտնի համապատասխան հրամանները եւ ձեզ կառաջարկի։ Եվ ադմինիստրատորի գործիքներ մասում ինչ փոփոխություններ ունենք, ստեղ նախկինում հաշվապահ 7-ում տվյալների պահոցների կառավարումը հիմնականում հայկական ծրագրերի կողմից էր իրականացվում եւ նոր տվյալների պահոց
բացելու համար դուք պետք է կապվեիք մեզ հետ, որպեսզի տվյալների պահոցը բացվեր։ Նույնն էլ հեռացման դեպքում հեռացումը կատարվում էր համապատասխան դիմումի միջոցով մեր կողմից։ Այժմ դուք կարող եք ինքնուրույն տվյալների պահոցը ակտիվացնել անպային համակարգում, ինչպես նաև հեռացնել ձեզ մոտից ինքնուրույն։ Տվյալների պահոցի հեռացումը մեր հաջորդ տարբերակում է լինելու, եթե փորձեք չստացվի, կսպասեք հաջորդ տարբերակին։ Հաշվապահ IE-ում ավելացել է արխիվացման հնարավորությունը, սա չունեինք անպային տարբերակում եւ այժմ կարող եք արխիվացնել ձեր տվյալների պահոցը։ Արխիվացման գործընթացը ոչ միայն հնարավորությունն է ավելացել, այլ նաեւ գործընթացն է արագացել, ինչպես նաեւ ընտրության հնարավորություն էինք տվել։ Նախկինում շատ հաճախ մի քանի տարբեր իրավիճակների հետ էինք առնչվում, երբ կազմակերպությունը ուզում էր նշված ամսաթվի դրությամբ արխիվացնել տվյալների պահոցը եւ իրեն պետք էր միայն արխիվացման առաջի կտորը։ Մենք այդ ընթացքում երկու բազա էինք ստեղծում եւ բավական երկար տևում էր գործընթացը։ Կազմակերպությունը լինում էր, որ երկրորդ կտորն էր անհրաժեշտ։ Այժմ ավելի ճկուն ենք դարձել եւ կազմակերպությունը կարող է ընտրել տվյալ ամսաթվից նախորդ տվյալներն է իրեն անհրաժեշտ, թե հաջորդ տվյալները եւ այստեղ նշելով իր գործընթացը էապես կկրճատվի։ Եվ վերջին փոփոխությունը ավտոպատժենման հնարավորությունները, այս մասը հիմնականում վերաբերում է կազմակերպության ադմինիստրատորներին, որոնք պատասխանատու են տվյալների պահոցների եւ պատժենների համար։ Այժմ հնարավորություն կա կարգավորել օրական, ամսական, տարեկան պատժենների ստեղծման մասով, օրինակ սահմանում եք, որ ամսական ամեն ամսվա 21-ին կամ 22-ին ավտոմատ ստեղծվի պահոստային պատժեն։ Նույնն էլ տարեկան մասով կարող եք իրականացնել։ Ինչպես նաև կարող եք նշել վերջին պատժենների պահպանման քանակը ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, եւ այս քանակից դուրս մնացող քանակները ուղղակի կհեռացվեն, որպեսզի տարածքի խնդիր չունենաք։ Ավարտենք երևի այսքանը, շնորհակալություն կրկին բոլոր մասնակիցների համար, հուսով եմ սեմինարը արդյունավետ էր։ Ավարտելուց հետո մենք մի քանի օրվա ընթացքում ձայնագրությունը տեղադրելու ենք YouTube-ում, կարող եք կրկին նայել եւ փոփոխություններին ծանոթանալ։ Իհարկե կարող եք զանգարել մեր սպասարկման կենտրոն, ձեր հարցերը ուղղել փոփոխությունների վերաբերյալ եւ մասնագետները ձեզ կօգնեն։ Շնորհակալություն եւ լավ օր ձեզ։